Հայաստանն իրականացնում է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում։ Ինչպես գիտենք, 2025 թվականից սկսած Հայաստանը միացել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին, ինչը նշանակում է, որ Հայաստանում գործող հաշվետու ֆինանսական հաստատությունները յուրաքանչյուր տարի պետական եկամուտների կոմիտեին պետք է ներկայացնեն հարկային նպատակով ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններ, որոնք կոմիտեն փոխանցելու է օտարերկրյա հարկային մարմինների։ Կարևոր է իմանալ, որ պետական եկամուտների կոմիտեն էլ իր հերթին փոխադարձության սկզբունքով գործընկեր երկրների հարկային մարմիններից ստանալու է այդ երկրների հաշվետու ֆինանսական հաստատություններում Հայաստանի հարկային ռեզիդենտներին պատկանող ֆինանսական հաշիվների և պասիվ եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն։ Իդեպ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակումն իրականացվում է միասնական հաշվետվողական ստանդարտի շրջանակում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ ներկայացված QR կոդի միջոցով։ Հայաստանն արդեն 2025 թվականին ֆինանսական հաշվետվությունների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակում է իրականացրել 47 պետությունների հետ, ինչպես օրինակ Սինգապուրի, Բելգիայի, Ավստրիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ գործընկեր պետությունների հետ։ Երկրների ցանկն ընդլայնվելու է յուրաքանչյուր հաջորդ տարի։ Օգտակար է նաև իմանալ, տեղեկությունների փոխանակման համար գործում է մեկ միասնական ծրագրային ենթակառուցվածք՝ տվյալների փոխանցման միասնական համակարգը։ Այն գաղտնագրված ֆայլերի փոխանակման համար նախատեսված ինքնավար հարթակ է, որին հասանելիությունն ապահովվում է տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության միջոցով։ Համակարգն ապահովում է տեղեկատվության կրկնակի պաշտպանություն, օգտագործելով զույգ բանալիներ։ Եղեք իրազեկ։ Պետական եկամուտների կոմիտե։